Այստեղ են գտնվում իրերը, կահույքը։ Անին վերջերս է վերադարձել Բուլղարիայից։ Մի քանի տարի այնտեղ ապրելուց հետո կողմնացույցի սլաքը ետ շրջվեց դեպի Հայաստան։ Նա որոշեց, որ Եվրոպան իրենը չէ, ու վերադարձավ այստեղ ամեն ինչ նորից սկսելու մտադրությամբ։ Ապրում էի արտասահմանում, վերադարձա հայրենիք։ Ու փնտրում էի ինչ անեմ, սովորեցի վարսահարդարություն։ Հետագայում հասկացա, որ կա կազմակերպություն, որը օգնում է Եվրոպայից եկած հայերին։ Շատ ուրախացա, գնացի, ներկայացրեցի իմ միտքը, որ կուզեմ զբաղվել եմ սիրած գործով, որով կկարողանամ նաև ապրել։ Սկզբից ասեցին լավ, լսեցին ինձ եւ այլն, հետո մի օր մի զանգ եղավ եւ ասեցին, որ հաստատվել է քո պլանը։ Անիի գաղափարը բիզնես պլանի, ապա նաև իրականության վերածվեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար ծրագրի աջակցությամբ։ Այստեղ փորձում են Եվրոպայից վերադարձած միգրանտների համար հնարավորություններ ստեղծել Հայաստանում վերաինտեգրվելու եւ հաստատվելու համար։ Alors comme vous le savez, l'Arménie connaît une crise migratoire importante. Ինչպես գիտեք, վերջին տվյալներով Հայաստանում ամեն տարի բնակչությունը նվազում է 35,000-ով։ Donc il s'agit pour nous, dans le cadre de ce programme européen, à la fois de prévenir. Այս ծրագրի շրջանակներում մեր առաջին խնդիրն է կանխել անկանոն միգրացիան, երկրորդը նպաստել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերադարձին ու վերաինտեգրմանը։ Des migrants en situation illégale dans les États européens, de façon à favoriser leur intégration économique et sociale en Arménie. Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի կարողությունների հզորացումն է, շեշտը դնելով վերադարձողների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը։ Այսինքն շատ կարևոր հարց է, որ մեր համաքաղաքացիները, ովքեր որ գնացել են այլ երկրներ, փորձել են գտնել իրենց այլ երկրներում, ապաստան են հայցել կամ աշխատանքային միգրանտներ են եղել եւ վերադարձել են Հայաստան, իրենց համար իրենց տրվի որոշակի հնարավորություններ նորից վերաինտեգրվելու հայրենիքի մեջ։ Հայաստանից դեպի Եվրոպա մեկնում են հիմնականում ապաստան հայցելու ու փախստականի կարգավիճակով այնտեղ հաստատվելու ակնկալիքով։ Բայց այստեղ հազարավոր նման պատմություններ կան։ Գնում են սովորաբար պարտքեր կուտակելով, վաճառելով գույքը, մեծ գումարներ վճարելով միջնորդներին փաստաթղթերի համար։ Եվրամիության անդամ երկրները տարեկան ավելի քան 4000 ապաստանի հայցադիմում են ստանում հայաստանցիներից, որոնց բացարձակ մեծամասնությունը մերժվում է։ Կամավոր թե պարտադրաբար Եվրամիություն մեկնած անկանոն միգրանտներից շատերը վերադառնում են Հայաստան, ավելի մեծ խնդիրների առաջ կանգնելով։ Ինձ հայտնաբերեցին, հետ ուղարկեցին եւ ես այդպես էլ չտեսա այն, ինչ պատմում էին այստեղ։ Իրականում տպավորությունը այն է, որ շատ հիասթափված են եւ այնտեղից եւ նաեւ այստեղից, քանի որ գիտեն, որ գալիս են եւ շատ դժվար իրավիճակում են հայտնվելու, քանի որ գիտեն, որ աշխատանքի հնարավորությունները մինիմալ են կամ գրեթե չկան այդպիսիք։ Իհարկե իրենք գտնում են, որ մենք իրենց վիճակի մեջ չենք մտնում, իրենք գտնում են, որ իրենք ամենավատ վիճակում են հայտնված, կյանքի շատ ծանր իրավիճակում, բայց հետո երբ որ խոսում ենք կարիքների գնահատում ենք անում, փորձում ենք աջակցման ինչ-որ մեխանիզմներ գտնել, եթե անգամ իրենք չեն համապատասխանում մեր ծրագրի չափորոշիչներին, հղում ենք այլ կազմակերպությունների, որտեղ ինչպես գիտեք, դաշտում գործում են մի շարք եւ միջազգային եւ նաեւ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրեր։ Շատ կարևոր մի գործողություն իրականացվեց, դա վերաինտեգրման ուղղորդման կենտրոնի ստեղծումն էր։ Դա մի պատուհանի սկզբունքով գործող կառույց է, որը գտնվում է միգրացիոն պետական ծառայության տարածքում, այսինքն միգրանտը դերևս գտնվելով այլ երկրներում կարող է դիմի վերաինտեգրման ուղղորդման կենտրոն, այնտեղից ստանա խորհրդատվություն, տեղեկատվություն, ինչու՞ չէ նաև աջակցություն որոշակի եւ վերադառնալով նաև
նաև այցելել եւ տեսնել թե ինչպիսի ծրագրերի կարող է մասնակցել։ Երբ շահառուն գալիս է եւ դիմում է մեր վերաինտեգրման ուղղորդման կենտրոնին եւ մեր մասնագետը խորհրդատուն գտնում է, որ նա համապատասխանում է մեր չափորոշիչներին եւ կարող է դառնալ մեր պոտենցիալ շահառուն, ուղղորդում է արդեն մեզ մոտ եւ երբ գալիս են, իհարկե առաջին խնդիրը, որի հետ բախվում են, դա գործազրկությունն է։ Եվ որպեսզի կարողանանք իրենց աշխատանք գտնելու հնարավորությունը մենք ավելի հնարավոր դարձնենք, առաջարկում ենք միջին մասնագիտական դասընթացներ, որոնք կարող են լինել տարբեր թեմաներով, ըստ շահառուի նախընտրության, հիմնականում ընտրում են խոհարարություն, վարսահարզարում, հաշվապահություն, արդեն ունենք հաջողված պատմություններ, երբ այդ դասընթացներից հետո նրանք կարողացել են աշխատանք գտնել։ Եվ լցնում ենք մեր երկրորդ սոուսը, որը սխտոր, ձեթ եւ կանաչի։ Մեր ծրագրի բիզնես կոմպոնենտը կամ փոքր բիզնես սկսելու հնարավորությունը ապացուցում է, որ շատերը այստեղ սկսելով իրենց սնակ բիզնեսը կարողանում են արդեն իրենց համար ապահովել եկամուտ ստեղծել, իրենց ընտանիքներին պահել, մնալ այստեղ եւ չմտածել այլևս արտագաղթելու մասին։ Տիտալոսմանովն իր ընտանիքի հետ ամառն անցկացնում է Գեղամալերներում։ Ազգությամբ եզդի երիտասարդը թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար ծրագրի աջակցությամբ այստեղ մոտ 100 ոչխար է պահում։ Կարմիր ներկե, որ այն էլ սևազովը դուրֆը ձախական ջսես կլորը։ Տեսնելով, որ 3 տարի Գերմանիայում ապրելուց հետո Տիտալը հաջողությամբ զարգացնում է ոչխարաբուծական ֆերման Հայաստանում, ծրագրի մասնագետները որոշեցին նաև երկրորդ անգամ աջակցել նրան, ընդլայնելու գործն ու ավելացնելու ոչխարների քանակը։ Ունենք տարբեր բիզնեսներ ստեղծած, այդ թվում ջերմոցային տնտեսություններ, քաղցրավենիքի, հացի, լավաշի թխման պատրաստման այդպիսի փոքր բիզնես, խանութներ ունենք, տարբեր վարսահարդարում ունենք, մի խոսքով բավականին լայն է շրջանակը, կախված էլի միգրանտների հմտություններից, նախկին փորձից, աշխատանքային փորձից։ Օրինակ եղել է դեպք, երբ եկել է քաղաքում ապրող մարդ եւ ասել, որ ուզում եմ զբաղվեմ անասնապահությամբ։ Այդ գաղափարը մեզ համար այդքան ընդունելի չի եղել, քանի որ մենք գտնում ենք, որ այն մարդը, որ երբեք չի տեսել կով մոտիկից չի զբաղվել անասնապահությամբ, շատ մի քիչ ռիսկային է իրեն տրամադրել գումար անասնապահություն սկսելու համար։ Առաջարկել ենք այլ գաղափարով գա, ինքը եկել է ասել ավտոլվացման կետ կուզենամ հիմնել, արդեն այդ դեպքում ավելի իրատեսական գաղափարը գնահատվել։ Միգրացիան դա ոչ միայն բացասական երևույթ է, ինչպես մեր բոլորիս գիտակցության մեջ գրեթե նստած է, այլ այն ունի նաև դրական հետևանքներ, այսինքն միգրացիան կարող է բերել եւ բերում է նաև զարգացման։ Եվ այդ է պատճառը, որ մեր ծրագրի բաղադրիչներից մեկը հենց միգրացիա զարգացումն է, որը իրականացնում է մեր ծրագրում ծրագրի կրտսեր գործընկերը Գերմանիայի միջազգային համագործակցությունը։ Կազմակերպել ենք ծրագրի շրջանակներում աշխատանքային տոնավաճառներ Գերմանիայում, Ֆրանկֆուրտ քաղաքում 2014 թվականին, նաև 2015 թվականին Փարիզում եւ մեկ նաև տոնավաճառ ենք կազմակերպել on-line տարբերակով Ռուսաստանի համայնքի համար։ Նաև շնորհել ենք միկրոծրագրերի դրամաշնորհ, որոնց միջոցով նույնպես ներգրավում ենք սփյուռքյան կազմակերպությունները եւ այն կազմակերպությունները, որոնք հիմնվել են Հայաստանում վերադարձողների կողմից, որպեսզի իրենք Հայաստանում իրականացնեն ծրագրեր եւ իրենց փորձը եւ գիտելիքները փոխանցեն Հայաստանին։ Շատ հաճախ գնում են, քանի որ գիտեն իրենց բարեկամներից կամ հարազատներից կամ ընկերներից, որ լավ կլինի, կգնան, կարողանան աշխատել, բայց դա թյուր տեղեկատվություն է, այսինքն այն մարդիկ, ովքեր որ ապաստան են հայցում Եվրոմիության երկրներում, իրենք աշխատելու իրավունք չունեն, շատ հաճախ հայտնվում են վատ իրավիճակներում եւ այդ մասին պետք է շատ լավ իրազեկված լինեն։ Հերթական կարգուտից հետո թողեցի հողի կորզն ու գնացի շինարարության վրա աշխատելու։ Այս գործի համար Եվրոպայում քեզ օրը 50 եվրո կտան։ Հիմա ես քեզ պարտքով փող կտամ, կօգնեմ վիզայի հարցում, ու դու այնտեղ աշխատանքի կանցնես։ Ես մտքիս մեջը հաշվեցի, որ շատ արագ կռնամ փագեմ պարտքերս։ Ստացա տուրիստական վիզա ու գնացի այնտեղ աշխատելու։ Ընձին տեղ դիմավորեցին։
Վերցին անձնագիրս, որ էլ չտեսա, ու անցակորձի։ Կուտային 100 եվրո, որից կվերցնեին նախապես վերցրած պարտքի, ճանապարհի, ուտելիքի ծախսերը։ Հայաստանում հարազատներս դիմեցին վերադարձող միգրանտներին աջակցող կազմակերպության։ Իրանք վերականգնեցին փաստաթղթերս, տվեցին վերադարձի տոմս ու արդեն Հայաստանում կդա ծրագրեր, որ օգնեցին հիմնել սեփական գործ հայրենի գյուղում։ 2014 թվականին ամբողջ տարվա ընթացքում կազմակերպվել է տեղեկատվական արշավ, որի ընթացքում լրատվության տարբեր միջոցներով լուսաբանվել են այդ հարցերը, եղել են եւ տվագրություններ, եւ հեռուստատեսային հաղորդումներ տարբեր մասնագետների, փորձագետների մասնակցությամբ եւ դասընթացներ լրագրողների համար։ Մենք այստեղ իրականացնում ենք միգրացիոն կառուցվածքների բարելավման, կարողությունների հզորացման, վերադարձող միգրանտների աջակցության տարբեր ծրագրեր, որոնք արվում են իշա Հայաստանին։ Բնակչության 8%-ը միգրանտ է, որոնցից գալիս է ՀՆԱ-ի մոտ 20%-ը։ Եթե այս ամենը ճիշտ կառավարվի, մեծապես կնպաստի Հայաստանի զարգացմանը։ Ծրագիրը նախ առաջի կիրառական ծրագիրն էր, որը շարժունակություն գործընկերության շուրջ քաղաքական հռչակագրից հետո ուրեմն իրականացվեց, բավականին ծավալուն եւ երկարատև ծրագիր։ Ծրագիրը ինչով էր աչքի ընկնում, որ նա ուներ քաղաքականության մշակման ուղղություն, որը խիստ օգտակար էր մեզ համար, ուներ ինստիտուցիոնալ կառուցվածքների ստեղծման ուղղություն, եւ նաեւ ուներ կոնկրետ անձանց, կոնկրետ օժանդակություն տրամադրելու ուղղություններ, այսինքն այս առում սիմբիոզ էր։ Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար բազմաբաղադրիչ ծրագիրն ավարտվեց 2016 թվականի սեպտեմբերին։ Ծրագրի գործունեության ավելի քան 3 տարիների ընթացքում վերապատրաստվեցին պետական պաշտոնյաներ, համակարգվեց դաշտում գործող կառույցների աշխատանքը, իրականացվեց հանրային իրազեկության արշավ եւ գործարկվեց վերադարձող միգրանտների աջակցության մեկ պատուհանի համակարգը, վերաինտեգրման ուղղորդման կենտրոնը։ Բացի այդ, ծրագիրն ուղղակի աջակցություն տրամադրեց մոտ 1000 վերադարձողի, ավելի քան 700-ը մասնակցեցին մասնագիտական վերապատրաստումների, շատերն օգտվեցին բժշկական հետազոտության ու լեզվի ուսուցման հնարավորություններից, իսկ 56 մարդ կարողացավ իր փոքրիկ գործը սկսել Հայաստանում, ինչպես որ Բուլղարիայից վերադարձած Անին, ով օրերն է հաշվում պատրաստվելով սեփական գեղեցկության զրահի բացմանը։ Այստեղ պատկերացնում ենք, որ լինի լվացարանը, այս կողմում դիմահարդարումը, այս կողմում վարսահարդարումը, դիմացը սպասասրահը։ Երբ որ իրանք վերադառնում են ու կան կազմակերպություններ, որոնք օգնում են իրենց ինչ-որ մի ձևով վերսկսել իրենց կյանքը, կարծում եմ սա շատ մեծ հնարավորություն է ու մարդիկ իսկապես մեծ մասը այսպիսի հնարավորություններից կարողանում են ճիշտ օգտվել։